Պարոն Նազարյան, Ռուբեն Ռուբինյանի գրառումից տեղեկացանք, որ միասին նախագիծ եք հեղինակել, որով հունվարի 27-ը 20 մանվի որպես հիշատակի եւ խոնարհումի օր, ինչու հենց հունվարի 27-ը, հաշվի առնելով, որ նախ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, ավարտվել նոյեմբերի 9-ին, որովհետեւ եթե ուշադիր լինեք, հատուկ նշված է բոլոր ժամանակներում զոհված մեր զինծառայողների եւ բոլոր նրանց, ովքեր զոհվել են պատերազմական ռազմական գործողություններում։ Միտքը գաղափարն է, որ մենք մի օր ունենանք, որտեղ մեր պատմության բոլոր ընթացքում հայ զինվորի առաջ մենք խոնարհվենք, որոնք կռվել են, զոհվել են, նահատակվել են Հայաստանի համար։ Ճիշտն ասած, սկզբից ես առաջարկում էի հենց սեպտեմբերի 27-ը, որովհետեւ այսպես թե այնպես այդ օրը առաջիկա տասնամյակներում մենք նշելու ենք գոնե 44 օրյայի ծնողները, հարազատները, ընկերները, բայց ի վերջո երբ որ գաղափարը բոլոր ժամանակներինն է, չուզեցանք կենտրոնանալ մեկ պատերազմի վրա։ 27 հունվարի բոլոր ժամանակների հետ ինչ կապ ունի։ Ուղղակի օր է, որը ոչ մի ռազմական գործողության հետ չի առնչվում, չի ասոցացվում որևէ պատերազմական գործողության հետ։ Պատգամավորի հետ նստել նայեք իրենց իշխանության օրոք որը ռազմական գործողություն չի եղել։ Ես կրկնում եմ, ոչ թե նստել նայել ենք, թե գտնել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում մեկ օր, որտեղ ռազմական գործողություն չի եղել։ Նալեկ ջան, ես հույս ունեի, որ այս առաջարկի հետ կապված դու չես փորձի այս հետարքիր վերնագրեր ստանալ, բայց ես նույնից եմ կրկնում, որ խոսքը բոլոր ժամանակների, այսինքն սկսած Հայք Բել ճակատամարտից, սկսած բոլոր ճակատամարտերում հայրենիքի համար զոհված հայ զինվորի հիշատակի օր է։ Ինչ վերաբերում է, որ դու շեշտում ես, որ ԿՊԱ-ական իշխանության տարիներին, ցավոք սրտի, սկսած 1990 թվականի հունվարի 19-ից շատ քիչ օր կարող են գտնել, որ այդ օրը ռազմական գործողություն կամ մարտական ինչ-որ միջադեպ չի եղել։ Պարոն Նազարյան, գնեք դուք ինքներդ նշեցիք, որ զոհերի հարազատները սեպտեմբերի 27-ին կգնան, ինչ ոչ նոյեմբերի 8-ին, 9-ին, 22 թվականի, 23 թվականի դեպքերի օրերին կգնան մայիս, նոյեմբերին։ Արդյոք այս դեպքերից անկախ վերցնել ինչ որ առումով արհեստական չէ։ Ոչ, չեմ կարծում, որովհետև նորից տեսեք, ես ու իմ նման շատ ծնողներ, մեր նահատակների հարազատներ, ընկերներ, այդ օրերը նշում են նաև ոչ միայն սեպտեմբերի 27-ին կամ նոյեմբերի 9-ին, այլ այդ ընթացքում ամեն մի զինվոր, մեր երեխեքը մի օր են զոհվել, այսինքն մեկը սեպտեմբերի 29-ն էլ է նշում, մյուսը օկտեմբերի 10-ը, մյուսը օկտեմբերի 19-ը, այսինքն դրանք նշվելու են, չեն կարող նշվել եւ որևէ մեկը չի ասում, որ մենք այդ մնացած օրերին հիշատակի արարողություններ, խնկարկումներ չենք անել։ Եվ արդեն 26 թվականից հունվարի 27-ը կլինի։ Հույս ունեմ, որ կլինի ու տենց հատուկ մտածեցինք, որ երկու օր մենք հարգենք, խոնարհվենք մեր զոհված զինվորների հիշատակը, հաջորդ օրը արդեն նշենք գործող բանակի օրը, դա բանակը մեկ է, կա երկնքի բանակ, մեր նահատակ տղերքի բանակը բոլոր ժամանակներում, ի վերջո մենք պետք է հասկանանք, էլի, որ այս մեր պետությունը մենք պետք է կապենք իրար, սկսած հայկազունների ժամանակը, արշակունիների, բագրատունիների, պետք է կապենք, որպես, ասենք, եթե ուզում ենք լուրջ հասարակություն, լուրջ հանրություն, լուրջ պետություն դառնանք, ես վստահ եմ, որ իհարկե սկզբից դա մի քիչ խորտ կլինի, բայց հետո սերունդ ասենք սովորենք։ Երբ դա ոչ աշխատանքային օր է։ Ոչ աշխատանքային օր, հունվարի 27 եւ 20։ Պարոն Նազարյան, վիրավորական չէր ձեզ համար, որ սեպտեմբերի 13-ը բացարձակապես չհիշվեց իշխանության կողմից, երբ Հայաստանի դեմ ագրեսիա էր տեղի ունեցել եւ 224 զոհ են ունեցել, եւ հետո սեպտեմբերի 19-ը առհասարակ չհիշվեց եւ Արցախում վերջին պատերազմը տեղի ունեցավ, կրկին այդքան զոհ ունեցանք։ Ոչ թե ասենք վիրավորական չէր, զարմանալի էր,
այդքան բայց ասենք Իսկ ինչ բացատրություն ունեք։ չգիտեմ ես այդ հարցով արդեն Վախենում են Ադրբեջանը կնեղանա, որ հիշենք, որ չգիտեմ, ես չեմ կարծում, որովհետև ի վերջո որևէ երկիր չեմ կարծում, որ մի այլ երկրից նեղանա, որ ինքը իր նահատակների հիշատակը հարվի։ Ֆեստիվալը պարզապես այդ օրը կազմակերպել։ Ասում եք վիրավորված չեք, փաստորեն դուք, ուղղակի զարմացած եք։ Չէ, ես ինքս ինչի մենակ ես պետք է Որովհետև տնօրենները վիրավորված են, զոհվածները։ Չէ, դե դուք մի անհատականացեք, մի ասեք առանձին վերցրած գեղամը վիրավորվածա թե չէ։ Դե ստացվում է, որ ես եմ մենակ վիրավոր։ Դա այդ բառը ճիշտ չի, վիրավորական չի։ Դա որովհետև վիրավորականը ինչ որ կենցաղային դեպքերին է վերաբերվում։ Դա ուղղակի նայ, որևէ մեկը որը իր նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում մեր որևէ նահատակի հիշատակը չի կարող մոռացության տա։ Չի կարող։ Ով պիտի, եթե ինչ որ մեկը չի հիշատակում, հիշատակում է այդ համայնքը, ծնողները, եկեղեցին, քահանան, իսկ ով այդ օրը չգիտես խի չի հիշատակում, կառավարությունը, տեսեք հիմա ես Դե հիմա դուք ուզում եք, որ ես կառավարության փոխարեն պատասխանեմ ինչու իրենք այդպես չեն արել, ես ասում եմ, ես զարմանում եմ, ես չեմ հասկանում, էլ տարակուսած եմ, չգիտեմ, ինչ բառը։ Պարոն Նազարյան, բայց օրինակ որ կներես այդ օրը որ ֆեստիվալ կազմակերպեց։ Հա, դա սարսափ է, դա շատ տխուր է։ Ես մի քանի օր առաջ էլի հարցազրույցում այդ հարցը տվեցին, ես հիշեցի, ասում եմ, ես հիշեցի այդ օրը, երբ որ պատերազմից մի քանի ամիս էր անց կամ մի տարի դրոնների շոու էին անում ու էլի չես հասկանում, դա անգիտակցաբար են անում, գիտակցաբար են անում։ Եվ դուք հիմա այս իշխանության հետ ինչ որ առումով քաղաքական այս ազգային ժողովի շրջանակներում համագործակցում եք, դա ընդունելի է ձեզ համար։ Նարեկ ջան, տես, եթե քո ասած սկզբունքային տեսանկյունից լինի, ես որևէ մեկի հետ, որ ոչ նախկին, ոչ ներկա իշխանության հետ պետքա չխոսամ, չշփվեմ, չառնչվեմ, անկեղծ եմ ասում։ Եթե այդպես սկզբունքային լինեմ, բայց հանուն Հայաստանի, հանուն երկրի, հանուն պետության, եթե ես հիմա լավ բան եմ անում ու լավ բան է ստացվում, ինչու չանես։ Ես մի այդպես շրջան ապրել եմ իմ կյանքում, որ միջև էս չլինի, էս չեմ անի, միջև սա, ու ես հասկացել եմ, որ ասենք մի 10-20 տարի անիմաստ կորում է, որովհետև դու ինչքան կարում ես դու պետք է անես, որովհետև դու տես շեշտում ես, ես հասկանում եմ, ինչի ես շեշտում, դե հետարքիր է նյութը, որ հատուկ ասում ես, այս ԿՊԱ-ական իշխանությունների հետ, բա իսկ մնացած իշխանությունների մեղքը այս երկրի առումով քիչ է, շատ է, դա դժվար է, եթե կշեռք լիներ ու դներ մեղքերը, թե որի մեղքն է ավելի շատ, ես ձեզ ասում կարող շատ զարմանաք, թե ում մեղքն է ավելի շատ։ Օրինակ շատ Քոչարյանինը, թե Փաշինյանինը, թե Սերժ Սարգսյանինը։ Սերժ Սարգսյանինը, իմ անձնական համոզմամբ Սերժ Սարգսյանինը, որի 10 կառավարման 10 տարիները Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին գործած մեղքերը գերազանցում է 1.5 միլիարդ անգամ։ Ինչու օրինակ։ Այդ հարցը շատ երկար է պատասխանելը, մեկ ուրիշ առիթ կլինի գրավիրես հատուկ Հայաստանին հասված վնասների։ Թե Քոչարյանի օրոք մարտի 1 եղավ, Փաշինյանի օրոք պատերազմ։ Ես հիմա այդ հարցերին չեմ պատասխանել, ասեցի, այո, ես ասեցի, որ չէ, ասեցի այդ հարցին, եթե ուզում ես հենց այդ մասին խոսենք, ես մեծ պատրաստակամությամբ միայն այդ մասին, որտեղ դա երկար։ Դա գիտես ոնց է, հիմա եթե ես մի հարցի sense կարճ պատասխանեմ, տարամեկնաբանությունների տեղի։ Պարոն Նազարյան, այսօր Սերժ Սարգսյանի փաստացի ղեկավարմամբ գործող ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը, գիտեք, որ լսումներ է հրավիրել, հիմա ընթանում են լսումները եւ մտադիր են վարչապետին անվստահության գործընթաց հայտնել։ Նախ ձեր ակնկալիքները այս գործընթացից կհաջողեն, չեն հաջողի։ Ենթադրվում էր, որ ժողովուրդը հիմա ազգային ժողովի բակում պետք է բազմաթիվ։ Ես հասկացա հարցը, ես այդ հարցին չեմ, իրենց իրավունքն է լսումներ անելը, թող անեն, ինչ վերաբերում է իմպիչմենտի միջոցով
Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելուն, ապա իրենք եւս չեն հավատում, որ այդպես իրենք պաշտոնանկ են անելու։ Ես ասել եմ, իրենք պատրաստվում են 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններին, ընտրել են այս ձևը, թող ընտրեն այս ձևը ինձ։ Այսինքն գործընթացի համար Այո։ կարևոր չէ արդյունքը։ Չէ, իրանց համար ասում եմ, իրանք սա դիտարկում են, որ հետո ասեն, տեսեք, մենք ուզում էինք իշխանափոխություն անել, բայց Հայաստան խմբակցությունը չմիացավ, չգիտեմ ով չեմ միացել։ Դե հիմա մի երկու հոգի մասնակցում է միանալը, ինչին միանա։ Չէ, չեմ միանա։ Ոչ, որովհետև ես գիտեմ, որ դա ձևական, այսինքն անում են ինչի համար, որ մարդկանց ասեն մենք միացել ենք, բայց երբ որ այդ մարդիկ լուրջ հարց են տալի, ասում են լավ իրոք, ասենք ես է կարող հիմա գնամ, տեսեք, մի րոպե այդ բառը սխալ բառ է, փողոցային պայքարը շատ վատ հնչող անուն է, փողոցային պայքարը որն է։ Ես ուզում եմ ասեմ, հիմա ես ձեզ առաջարկում եմ, ես Ծանրամարտի ֆեդերացիային խնդրեմ, դուք մասնակցեք աշխարհի առաջնությանը, Ծանրամարտի կգնաք, ասեմ փորձեք, էլի։ Բայց ինչու եք կասկածամտորեն դրամատուրգ։ Խնդրի, ինչու։ Լավ, դուք ինձանից լավ գիտեք թե ինչու, էլի։ Ենթադրվում էր, որ եթե նման պահանջ ձևավորված լիներ ժողովրդի շրջանում, ապա ժողովուրդը 100,000-ներով ազգային ժողովի դիմաց հիմա պետք է պատասխան լիներ։ Եկեք անցեք կոնկրետ, այդ գիտեք խնդիրը որն է, որ մեկ արհեստական օրակարգ է բերում, լրատվականներն են մտնում են այդ արհեստական օրակարգի մեջ ու գնում է, չկա տենց բան, սա բան է, չգիտեմ, այդ արհեստական օրակարգ ազգային ժողովում է։ Կապ չունի, լսումներ այդ իրավունքը իրանք ունեն, որպես խմբակցություն իրացնում են, այստեղ որևէ վատ բան չկա։ Դուք արհեստական եք համարում պատիվ ունեմ այս սկսած լսումները։ Այո, իրենց ասած օրակարգով սա արհեստական է, որովհետև հենց ինքը կազմակերպիչը գիտի, որ իմպիչմենտով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել։ Ստացվում է արհեստական է։ Ես պարզ ձևակերպել եմ իմ համոզմամբ, իմ կարծիքով, իմ տեսանկյունից սա արվում է, որ լրացուցիչ որպես միավոր 26 թվականի հունիսի 7-ին ժողովրդին ներկայացնելու համար, որ տեսեք մենք 3 անգամ փորձեցինք, բայց քանի որ չստորագրվեց։ Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բացառապես ես միշտ կողմնակից եմ եղել ընդհանրապես, որ իշխանափոխությունը լինի միայն ընտրությունների միջոցով եւ որովհետեւ ցնցումներով իշխանափոխությունը հանգեցնում է հետ ցնցումների առնվազն 10, 20, 30 տարի, որը երկրին որևէ բան չի բերում։ Հիմա ընտրություն է լինելու։ Ժողովրդին ասեք, որ ժողովուրդ ջան, գնացեք, ընտրեք Խորեն Հովհաննիսյանին, որովհետև նա լավ ֆուտբոլիստ է, ոնց լավ ֆուտբոլիստ է եղել, երկիրն էլ այդպես լավ կկառավարի։ Թող գնան Խորեն Հովհաննիսյանին ընտրեն։ Այստեղ ես բան չեմ տենում, եթե տեսնում եք, հանրությունը տեսնում է, որ իր ճանապարհը քվեարկության միջոցով փակվում է, առաջանում է այլ ճանապարհ իշխանափոխության համար եւ դա լինում է այսպես կամ այնպես։ Դուք ասում եք փողոցային պայքար անունը մի ասեք կամ կերպում չի եղան, բայց դուք եք պատերազմից հետո փողոցային պայքարի մասին։ Դա փողոցային պայքար չի, դա բողոքի գործողություններ է։ Դա բողոքի գործողություններ է, որին չի ես ասում եմ մի ասեք փողոցային պայքար, որտեղ փողոցայինը դա վատ է հնչում։ Բողոքի համաժողովրդի, ասում եմ այդ տերմինը, ասում եմ բողոքի, այո, ես ասել եմ, որ պատերազմից հետո, Էրմինեն բրթելով բերեց էսկո, հա, պատերազմից հետո ես ասել եմ ու գտնում եմ, որ շատ ճիշտ եմ ասել, որ Հայաստանին պետք է նոր իշխանություն։ Իմ ասածներից ես չեմ հրաժարվել, հիմա էլ չեմ հրաժարվում։ Վերադառնալով ձեր այն ասացին, արդյոք այդ պահանջը չպետք է ժողովուրդը հրաշք տեղի ունեցավ, ժողովուրդը որոշեց, որ մենք այս ներկա պնակից ընտրում ենք այս ներքին։ Հիմա ուրեմն ինչ որ ուրիշ խորքային լուրջ խնդիր կար, չէ՞։
Ժողովրդին չէր ասում, որ Արցախը ճանաչվելու Ադրբեջանի կազմում այդ ժամանակ։ Շատ վատ էր անում, իհարկե շատ վատ էր անում։ Ինքը մի անգամ ազգային ժողովում ձեր հարցի պատասխան տվեց, որ ես մտածում եմ այնպես, ինչպես ասենք 99%-ը եւ դա վատ էր, հետո ասենք հասկացա, որ դա սխալ է եւ ուղղվեցի։ Այսինքն մեղք չունի։ Հիմա ես բանն եմ, կաթողիկոսն եմ, թե Միքայելը հրեշտակապետն է։ Պարոն Նազարյան, վերադառնալով ձեր այն Մեղքերի քննությամբ չեմ զբաղվում։ Որ ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է Հա, process-ը ճիշտ են անում։ հետո գնա Հա, լավ են անում, բա քաղաքական ուժ են, բա պիտի անեն, բա այդ դեպքում ժողովուրդը ինչու պետք է 26 թվականին ձայն տա նորից այս ընդդիմության, այսինքն ակնկալիքն այն ընդդիմության, որ ժողովուրդը ձայն կտա, կասի գնա եւս 5 տարի փորձիր հեռացնել։ Ժողովրդին միշտ մի մեղադրեք, էլի ժողովուրդը ամեն մի քաղաքին չի, որ մի իդեալական քաղաքական ուժեր ունենք։ Բոլորն է մեղքերի մեջ թաթախված, սխալներով լեցուն քաղաքական ժողովրդի համար շատ դժվար է ընտրություն կատարել։ Պարոն Նազարյան, այսինքն ձեր մոտ եւս փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ Փաշինյանին ասում եք պատասխան եք տալու, հիմա ասում եք Ուրեմն մի անգամ շատ մանրամասն այդ հարցին պատասխանել եմ։ Դուք հիշատակեցիք 20 թվականի նոյեմբերի Գեգամ Նազարյանի ելույթը։ Դա իմ առաջին ելույթն էր հանրահավաքին։ Ես չէի ուզում այդ օրը ելույթ ունենամ։ Այո, ստիպեց ձեզ։ Ոչ ցանկություն ունեի, ոչ տրամադրություն։ Իմ ընկերները խնդրեցին, ասացին, չէ, շատ ենք խնդրում։ Արի ելույթ։ Դե անուններ պետք չի տամ, կարող այդ մարդիկ չեն, հա? ԲՀԿ-ի գործընկերներ։ ԲՀԿ-ի։ Ինչ ԲՀԿ։ ԲՀԿ-ի անդամներ էին։ Չէ, ԲՀԿ-ին կապ չունի։ Հա, չէ։ Լսեք, հիմա տես շատ ներողություն։ Տեսեք, եթե դուք մտածում եք ձեր այդ հարցով ինձ ինչ-որ անհարմար վիճակի մեջ եք գցելու, սխալվում եք։ Ես հիմա, եթե հարկ եք համարում այդ հարցին հիմա պատասխան, ես ձեզ ասում եմ, 20 թվականի նոյեմբեր, եթե ճիշտ եմ հիշում, կամ դեկտեմբերի սկիզբ կամ ցուրտ օր, -10 էր, -20 էր, չեմ հիշում։ Ազգային ժողովի մոտ չէր, հրապարակում էր։ Ես այդ հիշում եմ։ Ես այդ ժամանակ փնտրում էի իմ ապկարին։ Դուք հուսով եմ չեք հասկանա, թե դա ինչա նշանակում։ Երբ որ մարդը փնտրում է իր որդուն, իր 18 տարեկան երեխային։ Ու հետո ասում են, գիտես, դու պիտի ելույթ ունենաս։ Ես ասում եմ, չէ, հետո նորից են զանգում, ասում են հանուն երկրի, հանուն եւ այլն ուժ գտի արի։ Ես գնում եմ։ Հրապարակում մի 200 հոգի մարդ կար, ոչ ավելի, 200-300, ոստիկաններն էլ հետը թող 400 հոգի լինեին։ Ես որոշում եմ մտքիս մեջ, որովհետև ինքս լինելով քաղաքականության մեջ, լրատվական միջոցների մեջ, երկար ես այս ուղեղիս մեջ ելույթ եմ գծում, որ ես պետք է ասեմ։ Ես հիշում եմ նա, որ ես բարձանում եմ բեմ ու ուզում եմ ասել այն ինչ որ մտածել եմ, բայց հետո ես հիշում եմ, որ ինչ-որ բան եղավ, որ դժվար է նկարագրել ֆիզիկապես, ու ես ինձ չեմ հուզվել, ես սկսել եմ խոսալ։ Ես ինչ եմ ասել, ես իմացել եմ միայն հետո, երբ որ մի կերպ հասա 5-րդ ալիքի ստուդիա կամ խմբագրություն ոնց են ասում, եւ Հարություն Հարությունյանի հետ իմ ելույթը նայել եմ, նոր եմ ինձ թվացել էր, ես խոսել եմ 2 կամ 3 րոպե, ես խոսացել եմ 18.5 րոպե, այդ ելույթից հետո Հայաստանում քաղաքական կյանքը փոխվեց, մարդիկ հազարներով դուրս եկան փողոց, ու դա նպաստեց, որ Հայաստանում լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի միջոցով ձևավորվեր նոր ընտրություններ, այն ինչ ես արել եմ, ասել եմ, կրկնում եմ, ստորագրում եմ տակը ու աշար ես, որ ուզենայի այդպիսի ելույթ գրեի, չէի կարողանա գրել, այսինքն այդ ելույթի հեղինակը ես չեմ։ Պարզապես այդ ելույթի ֆոնին այս լոյալ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի նկատմամբ Նարեկ ջան, ուրեմն ԿՊ-ի նկատմամբ լոյալ վերաբերմունք գոյություն չունի, բայց
Գեգամ Նազարյանը 20 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին պատերազմի մասին եւ մինչ պատերազմյան իրադարձությունների մասին ուներ 2%-անոց ինֆորմացիա, հիմա ունեմ 43%-անոց ինֆորմացիա, որի ընթացքում ես իմացել եմ բաներ, որ գտնում եմ, որ հիմա ես դա հրապարակային ասեմ, ավելի եմ բորբոքելու իմ նման ծնողների վերքերն ու վշտերը եւ ձեռնպահ եմ մնում բարձրաձայնելուց, բայց իմ մեջ փոփոխությունները պետքա շատերի մտածելու տեղիք տա, թե այս մարդը ինչու է այսպես վերաբերվում, այսպես խոսում, այսպես մտածում, բայց դրանով ես ասել եմ, ելի եմ ասել, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա այդպես չի, ես ելի կրկնում եմ, որ դա այդպես է եւ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մեղքը ու մեղավորությունը կայանում է նրանում, որ նա ինչպես մտածել էր 22 թվականի Վարդենիսի ջերմուկի պատերազմների հետո ինքը պարտավոր էր այդպես մտածել 18 թվականի առնվազն հունիսի 15-ից հետո։ Բայց այդքանով հանդերձ նա ավելի անմեղ է։ Այո, անհամեմատ 1.5 միլիարդ անգամ։ Պարոն Նազարյան, եւ այս նախագծի հետ կապված կարծում եք ծնողները համաձայն կլինեն։ Ուրեմն, եթե ասեմ ծնողները, որ ասում եք ծնողները, ուրեմն 44 օրյա պատերազմի առնվազն 8000 ծնող կա։ Ես հիմա ինչ իմանամ այդ 8000 ծնողից ով ինչա մն։ Մեկը ասելու է ինչու սեպտեմբերի 27-ը չի, մեկը ասելու է ինչու նոյեմբերի 9-ը չի։ Մի խումբ կա իրանց ուղղորդելու են, ասելու են Գեգամ Նազարյանի դեմ գրառումներ արեք էլի, գրեք, որ նա բան արել էլի, չգիտե, անարգելա որդու հիշատակը, ոնց որ անդադ անում են։ Ու ես ձեզ ասեմ, նրանք ովքեր մտածում են, ես չգիտեմ ով է այդ ծնողներին ուղղորդում, իրանք սխալվում են, իրանք պատասխան են տալու ու դաժան պատասխան են տալու իմ որդու հասցեին արած յուրաքանչյուր արտահայտության համար, ես սա ասում եմ պատասխանատու։ Պարոն Նազարյան, կներեք, որ ասում եք 20 թվականի պատերազմից հետո ձեզ ստիպեցին ելույթ ունենալ, հա։ Չստիպեցին, խնդրեցին։ Բայց ստիպել բառը Ասեցի խնդրեցին, ստիպեցին, ստիպելը դրական իմաստել կա, որ մեկը ընկած ալինում ստիպում են, ասում են, չէ, դու պետք է վեր կենաս։ Հանդիմությունը այդ պահին, հա, դաշնակցական, քոչարյանական, հանրապետական Այն ժամանակ խառը ինչ-որ բան է, 17-ի շարժում էր։ Օգտագործեց, հա, իր քաղաքական նպատակների համար։ Ես չեմ կարծում, որ բոլորը ընդհակառակը կարծում եմ, որ 90%-ը չի օգտագործել ու իմ նման սենց սրտացավ մարդիկ առաջարկել են ելույթ։ Չէ, հիմա դրական իմաստեր կարա ունենա։ Այդ եւ իմ եւ Հայաստանի համար ի վերջո ես ասում եմ, դա այդ ելույթը շատ դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի համար։ Պարոն Նազարյան, այսինքն դուք առաջարկել եք, որ սեպտեմբերի 27-ին նշվի։ Ես ի սկզբանե առաջարկել էի, որ սեպտեմբերի 27, հա, ես 27-ն էի առաջարկում, բայց հետո տենց լայն քննարկում եղավ, հետո իմաստը, որ ինչի բոլոր ժամանակների սոհերի հիշատակն է, դա չի կարելի դնել մի պատերազմի վրա եւ իմ համար, ասենք, ընդունելի է նաեւ հունվարի 27-ը, նույն կերպ ընդունելի կլիներ նաեւ, ասենք, թե չգիտեմ, մեկ այլ օր։ Իմ համար կարեւորը, որ մենք ուղղակի ասեմ ձեզ, մենք չենք հարգել երբևիցե հայ զինվորի զոհված հայ զինվորի հիշատակը, որևէ օրինակ ես ոչ իմ դպրոցական տարիներին, ոչ իմ երեխեքի դպրոցական տարիներին չեմ հիշում, որ դպրոցում միջոցառում անեն ու հիշեն, օրինակ առաջին աշխարհամարտում եւ հատկապես օրինակ Սարդարապատում, Կարսում, Իգդիրում զոհված հայ զինվորի հիշատակը։ Մենք դա չենք արել, հենց լղոզել անցել գնացել ենք։ Հիմա հուսով եմ կսովորենք անել։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։